Գագիկ Ծառուկյանի էգառյուծը կենդանաբանական այգի տեղափոխվելուց ժամեր անց սատկել է։ Կենդանաբանական այգու մարդարանում են, թե առյուծը հիվանդ է եղել, տարիքով մեծ։ Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգառյուծը պայմանավորված մեծ տարիքով եւ ուղեկցող հիվանդություններով, ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով, քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված, փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում, խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։ Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության անդամները, որոնք առյուծի սատկելու մասին լուրն իմանալուց հետո միանգամից կենդանաբանական այգի են գնացել, պնդում են, առյուծը առողջական որևէ խնդիր չի ունեցել։ Մենք ինքներս խոսել ենք արդեն, ով այդ կենդանուն խնամել է երկար տարիներ, բացառել է, որ կենդանին խնդիր է ունեցել եւ կենդանին միշտ առողջ ապրել է իր այն ազատավանդակում, որտեղից որ տեղափոխվել է կենդանաբանական այգի։ 12 տարեկան է եղել առյուծը, ասում են ավագանու ընդդիմադիր անդամները։ 12 առյուծների համար մեծ տարիք չէ, սպիտակ առյուծները անազատության մեջ սովորաբար ապրում են 20 տարի, նույնիսկ ավելի։ Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը պնդում է, ժամկետն անց դեղորայք են սրսկել առյուծին, դրա համար էլ քնեցումից չի արթնացել։ Այնպիսի դեղորայք են սրսկել, որը որ ժամկետ անց է եղել, ու սրսկողը ըստ էլի օդում կախված լուրերի եղել է այնպիսի մի անձնավորություն, որը որ շատ փոքր ստաժ է ունեցել նման աշխատանք կատարելու համար, եւ այստեղից կենդանաբանական այգուց հիմա ձեզ ասում ենք, կարող եք գտնել այդ նորից շեշտ եմ ըստ տարածվող լուրերի կին անձնավորությունը, որը ունեցել է 4 տարվա ընդամենը ստաժ եւ սխալ դոզավորման արդյունքում առյուծը սատկել է։ Սուտ է խոսում, թե ասում են քնել է, չի զարդ, սատկել է։ Ստեփանյանն ասում է, երկուշաբթի, երբ առյուծին անասնաբույժը պատրաստվելիս է եղել քնեցնել, Ծառուկյանի այգու աշխատակիցը զգուշացրել է, որ առյուծը ոչինչ չի կերել եւ ներարկումը հակացուցված է։ Նրա զգուշացումը արհամարել են քնեցրել առյուծին։ Հիմա գալ ու գտնել ինչ-որ կենդանիներ, որ մարդ տարիներ շարունակ պահել է կենդանիներին, բազմաթիվ անգամներ հեռուստատեսությամբ լրատվամիջոցներով դուք տեսել եք այդ կենդանիներին, դա նորություն չի ու գաղտնիք չի, դա իր հոբին է, նախասիրությունն է, մանկուց մենք շատ շուտ ժամանակվանից մենք այդ կենդանիներին պահում ենք, թորնիկների հետ գնում կերակրում են կենդանիներին, բադիկներին հաց են տալիս, չգիտեմ, այդ այն տարածքն է, որտեղ ընտանիքով ժամանակ են անցկացնում, ձուկ են որսում, ու այդ ամեն ինչը հիմա տեսնել, նկատել ու կենդանիներին քնեցնել, տեղափոխել գազանանոց, որտեղ եղած կենդանիներին նորմալ չեն կարողանում պահել, սա ուղղակի թող մարդիկ դատապարտեն։ Առյուծի սատկելու մասին հայտնի դառնալուց դեռ 2 ժամ առաջ Երևանի քաղաքապետարանը վստահեցրել էր, որ կենդանաբանական այգի տեղափոխված 3 առյուծի ու 4 վագրի համար այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ կենդանիները սթրես չապրեն, նրանք կենդանաբույժների հսկողության տակ են։ Նրանք գտնվում են կարանտինային գոտում իրancs համար առանձնացված տարածքներում եւ գտնվում են մեր կենդանաբույժների հսկողության ներքո։ Բոլոր հնարավոր պայմանները ստեղծել ենք այդ ստրեսից խուսափելու եւ իրենց բարեկեցիկ օրը ապահովելու համար։ Էգառյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա, վստահեցրել է քննչական կոմիտեն։ Լիլիթ Գասպարյան, Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։